Ողջույն բոլորին, ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում կրքերը շարունակում են բորբոքվել և այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են մանիպուլյացիաներն ու ստերը սկսում աշխատել հենց դրանք հորինողների դեմ։ Իրադարձությունները ստանում են շատ հետաքրքիր շրջադարձ, երբ բոլորի դիմակները հերթով սկսում են պատռվել։ Հասմիկը, հասկանալով, որ հայտնվել է լիակատար, անելանելի և խղճուկ վիճակում, որոշում է գնալ իրեն հարիր ամենաստոր քայլին։ Նա զանգահարում է Մագդային և փորձում խաղալ նրա նյարդերի հետ, իր ուզած, փեղաթյուրված ձևով ներկայացնելով այն փաստը, որ ինքն ապրում է Նորոյի տանը։ Հասմիկը հատուկ շեշտում է, թե իբր եթե Նորոն իր հանդեպ անտարբեր լիներ, ապա ինքը երբեք չէր ապրի նրա հետ նույն հարկի տակ։ Բայց Մագդան այլևս այն միամիտ աղջիկը չէ, նա չի տրվում հիստերիայի, այլ միանգամից զանգահարում և այս ամենի մասին ուղիղ պատմում է Նորոյին։ Նորոն անկեղծորեն բացատրում է իրավիճակը, ասելով, որ Հասմիկը պարզապես ծանր դրության մեջ էր, լուրջ խնդիրներ ուներ և հենց մարդկային խղճահարությունն է դարձել նրան իրենց տուն թողնելու միակ պատճառը։ Մագդան շատ սթափ գնահատում է իրավիճակն ու զգուշացնում սիրելիին։ Հասմիկը հիվանդագին սիրում է նրան և հաստատ այդ բարությունն օգտագործելու է իր իսկ օգտին ու նրանց դեմ։ Մագդայի զգուշացումից հետո Նորոն վերջապես սթափվում է և հասկանում, թե ինչ օձի է տաքացրել իր տանը։ Նա մտնում է հյուրասենյակ, որտեղ նստած է Հասմիկը և շատ կոշտ ու հստակ հարցադրում է անում։ Նորոն պահանջում է բացատրել, թե իրականում ինչ պատճառով է Հասմիկը տեղափոխվել իրենց տուն և ուղիղ հարցնում է, արդյոք նա խաբել է իրենց, քանի որ Մագդային բոլորովին այլ, ինտրիգային բաներ է պատմել։ Հասմիկը չսպասելով նման առերեսման, միանգամից խառնվում է իրար։ Եվ հենց այս լարված պահին հյուրասենյակ է մտնում Էլիզը։ Ամենահետաքրքիրն այն է, որ Էլիզն արդեն խիստ բացասաբար է տրամադրված Հասմիկի դեմ։ Նա հասկացել է Հասմիկի ոչ ադեկվատ պահվածքի ողջ վտանգավորությունը և այն, որ այս աղջիկը պարզապես եկել է իրենց ընտանիքը ներսից քանդելու և բոլորին իրար խառնելու։ Չարի դաշինքը պաշտոնապես փլուզված է։ Իսկ մինչ Նորոյի տանը փորձում են ազատվել մակաբույծից, Հասմիկն ու լպրծուն Բաբկենն ունենում են իրենց հերթական հանցավոր հեռախոսազրույցը։ Բաբկենի ախորժակը գնալով մեծանում է, նա հիմա էլ պահանջում է, որ Հասմիկն իրեն փոխանցի մեկ այլ կամ հենց մոր հերթական անձնագիրը։ Հասմիկը, ով արդեն մինչև կոկորդը թաղված է այս կեղտոտ գործերի մեջ, փորձում է ընդդիմանալ, ասելով, որ իրեն ավելորդ խնդիրներ պետք չեն և ինքը չի հասկանում Բաբկենի նպատակները։ Բայց Բաբկենը շատ լավ գիտի ինչպես վարվել նմանների հետ։ Նա սառնասրտորեն շանտաժի է ենթարկում Հասմիկին, պատասխանելով, որ եթե նրան իրոք խնդիրներ պետք չեն, ապա լավ կանի հնարավորինս շուտ ենթարկվի և փոխանցի անձնագիրը։ Հասմիկը դարձել է Բաբկենի կամակատարն ու հանցակիցը և նրա համար հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Սերիայի գագաթնակետը, սակայն, Նորոյի և Բաբկենի հանդիպումն է։ Նորոն այլևս չի պատրաստվում հանդուրժել հոր անվերջանալի ինտրիգները դրսում և տան ներսում։ Նա կոշտ պահանջ է դնում Բաբկենի առաջ։ Հենց հիմա, առանց խուսանավելու, բացատրել, թե ինչու է Էլիզի ուղեղը մտցրել այն սուտը, թե իբր Արշակն է սպանել Շուշանին։ Նորոն պահանջում է հենց հիմա ցույց տալ այն ապացույցը, որը Բաբկենն ուզում էր ցույց տալ նախորդ հանդիպման ժամանակ, բայց չէր հասցրել։ Բաբկենի համար սա պարզապես երազանքի իրականացում է։ Ստեղծվել է այն հրաշալի պահը, երբ նա վերջապես կարող է միացնել իր մանիպուլյատիվ ձայնագրությունն ու փորձել վերջնականապես թունավորել Նորոյի միտքը Արշակի դեմ։ Մնում է միայն հուսալ, որ Նորոն բավականաչափ խելամիտ կգտնվի այդ կեղծիքը հասկանալու համար։ Հարգելի հետևորդներ, սերիալում իրավիճակը հասել է պայթյունավտանգ կետի։ Բաբկենը վերջապես պատրաստվում է Նորոյին լսել տալ այն ձայնագրությունը, որով ուզում է համոզել, թե իբր Արշակն է մեղավոր Շուշանի մահվան մեջ։ Ինչ եք կարծում, Նորոն կուլ կտա այս խայծը, թե կհասկանա հոր ստոր խաղը։ Գրեք մեկնաբանություն։